Լեհաստանի դպրոցներում պարտադիր է դարձել զենքի ուսուցման դասընթացը։ Լեհաստանի դպրոցներում երեխաների համար պարտադիր հիմնական զինվորական պատրաստության դասընթացներ են անցկացվում, ներառյալ հրաձգության եւ առաջին օգնության դասերը։ 14 տարեկան երեխաներն այժմ հաճախում են հրաձգության դասընթացների, որոնք նախատեսված են նրանց կրակելու հմտություններ սովորեցնելու եւ պատերազմի հետ կապված սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Ուսուցման ծրագիրը ներառում է զենքի հավաքման եւ ապամոնտաժման, ինչպես նաեւ թիրախի վրա կրակելու միջոցով ճշգրիտ թիրախավորման ունակություններ յուրացնելու դասընթացներ։ Աշակերտների անվտանգությունն ապահովելու համար դպրոցական մարզադահլիճներում անցկացվող դասերի ժամանակ իրական զինամթերքի փոխարեն օգտագործվում են լազերային ճառագայթներ։ Անվտանգության կրթություն կոչվող առարկան պարտադիր է տարրական դպրոցի 8-րդ դասարանում եւ միջնակարգ դպրոցի առաջին դասարանում, որտեղ սովորում են 14-ից 16 տարեկան երեխաներ։ Այն հատկացվում է շաբաթական 1 ժամից ոչ ավելի, իսկ վերապատրաստման նպատակները ներառում են ազգային անվտանգության ապահովումը, փրկարարական աշխատանքներն արտակարգ սպառնալիքների պայմաններում, ինչպես նաև առաջին օգնության հիմունքները եւ առողջապահական ընդհանուր կրթությունը։ Ինչ վերաբերում է հրաձգության ուսուցմանը, ապա տարրական դպրոցներում պահանջները ներառում են զենքի անվտանգ վարման տեսական ուսուցում։ Միջնակարգ դպրոցներում պրակտիկ բաղադրիչով հրաձգության հիմնական ուսուցումը կանցկացվի օգտագործելով անվտանգ հրաձգության գործնական գործիքներ, ինչպիսիք են հրազենը, օդամղիչ հրացանները, մոդելավորած հրազենը կամ վիրտուալ հրաձգարանները։